Այնքան մեծ խորություն ու զորություն կա, երբ որ մենք կարողանում ենք ճանաչել Աստծուն, Արարիչն Աստծուն, ամենակարող Աստծուն, որպես մեր հայր։ Բայց ես կարծում եմ, որ մի հատ բաժին էլ կա հայտնության, որ շատ քաղցր է ու շատ կարևոր է, դա սա է Աստված որպես մեր ընկեր, Հիսուսը որպես մեր ընկեր։ Գիտեք, որովհետև երբ որ Հիսուսը խոսում էր աշակերտների հետ Հովհաննես 15-րդ գլխում այսպիսի բան ասաց, ես ձեզ այլևս ծառաներ չեմ ասում, բայց ընկերներ։ Որտեղ ասում է, որ ծառան չգիտի, ինչ որ կատարվում է իր տիրոջ սրտում, բայց ընկերը գիտի։ Որտեղ ընկերը մարդը, որ քեզ մոտ է կանգնած, դու կիսվում ես քո սրտի ունեցածով։ Ու գիտես, ընկերությունը հետաքրքիր փոխհարաբերություն է, որովհետև հայր եւ որդի կամ հայր եւ դուստր փոխհարաբերությունը իր տեղն ունի այն տեսանկյունից, որ դա շատ քաղցր է, այսինքն որ երեխան հասկանում է, որ հայրը հոգ է տանում իր համար, չէ՞, ամեն առումներով, ոչ սերը, որ կա երկուսի միջև, դա յուրահատուկ բան է, բայց ընկերության փոխհարաբերությունը ինչով է տարբերվում, որ ընկերության մեջ պիտի մտերմություն լինի։ Երկու անձ մտերիմ են, ընկեր են, երբ որ մեկը մյուսի համար ինչ-որ բան է անում։ Այսինքն, եթե երեխան պատկերացնենք ծնողի համար կարող ոչինչ չանի, եւ միևնույնն է հայրը կամ մայրը սիրում են երեխային, որովհետեւ դա անմնացորդ սեր է, չէ՞, բայց ընկերության դեպքում փոխվում է փոխհարաբերության ֆորմատը։ Ու Տեր Հիսուսը ասում էր, ով է ընկեր, ասում էր, ընկերը նա է, որ իր անձը դնում է կողքինի համար։ Այսինքն ընկերության փոխհարաբերության մեջ գին կա, որ պիտի վճարվի։ Բայց դες դա այնքան թանկ փոխհարաբերություն է, որ դու հասկանում ես, որ Հիսուսը քո ընկերն է։ Ու մենք կարդում ենք սկզբում մինչև ծառայություն ստելը 138-րդ Սաղմոսը, որտեղ Դավիթը, երբ որ աղոթում էր, ասում էր. Տեր, ես գիտեմ, որ դու իմ համար պիտի գործես։ Իմ համար պիտի գործես, գիտես, որ նա պիտի գաս խառնվես իմ իրավիճակներին։ Այս ով է գալիս խառնվում ինչ-որ մեկի իրավիճակին, ով որ ընկերը։ Այսինքն, ինչ-որ օտար մեկը, երբ որ տեսնում է ինչ-որ մեկի կյանքում ինչ-որ բան կա, անցնում ու գնում է, որովհետև չկա այդ մտերմությունը։ Բայց ով է ընկերը, որ իրականում կանգնում է։ Չէ, ու դրա համար էլ ինչ ենք ասում, ասենք եթե ուզում ես իմանաս մեկը քո ընկերն է թե չէ, նախ ճանապարհ գնա այդ մարդու հետ, ու մյուսը տես նեղ իրավիճակում ինքն ոնց է վարվում։ Այդ ուրախության ժամանակ հեշտ է մարդու հետ գնալ, նստել, հաց ուտել, sense ասած, մատել կենաց խմել, բայց իրական ընկերը որտեղ է երևում, այն բանը, որ միգուցե ոչ մեկ էլ չի ուզում կանգնի քո կողքը։ Այսօր ուզում եմ մենք տեսնենք իրավիճակներ մարդկանց կյանքից, որ ոնց էր Հիսուսը որպես ընկեր կանգնում։ Որտեղ ես կարծում եմ, որ սա շատ թանկ փոխհարաբերություն է, եթե մենք կարողանանք Հիսուսին որպես ընկեր ունենալ մեր կյանքում։ Ես կկարդամ Աբրահամի կյանքից, սա 20-րդ գլխում է գրած Ծննդոց գրքի մի հետաքրքիր պատմություն է, որ նմանատիպ դեպք իրականում Ծննդոց 12-ում էր տեղի ունեցել։ Ծննդոց 12-ը պատմում էր, որ երբ որ Աբրահամը գնաց Եգիպտոս, դա անմիջապես նրանից հետո էր, երբ որ Աստված իրեն կանչել էր, քանի որ Սառան շատ գեղեցիկ կին էր, վախեցավ, որ Սառայի պատճառով իրեն կսպանեն, եթե իմանան կինն է, որպեսզի վերցնեն, եւ խնդրեց, ասեց, ինչ կլինի, ասա, որ դու իմ քույրս ես, որ ինձ չսպանեն։ Ու այդպես էլ արեցին, երբ որ գնացին Եգիպտոսում տեսան, որ շատ գեղեցիկ կին, ասում լուրը հասավ փարավոնին եւ ասեցին, որ այս մարդու քուրն է, որտեղ այդպես էին ներկայացրել, Սառային վերցրեցին, տարան փարավոնի մոտ, բայց Տերը կանգնացրեց փարավոնին, թույլ չտվեց, որ Աբրահամի կնոջը ձեռք տա։ Մեկ անգամ այսպիսի բան տեղի ունեցել ու փրկել էր Աստված։ Անցել էր բավականին տարիներ, այսինքն դա Ծննդոց 12-րդ գլուխն է, հիմա գալիս են 20-րդ գլուխը, ու նույնիսկ նմանատիպ պատմության մեջ անկնում Աբրահամը։ Առաջին խոսքից եմ կարդում, ասում է Աբրահամը այնտեղից դեպի հարավային երկիր գնաց եւ Կադեսի Սուրի մեջտեղ բնակվեց ու Գերերայի մեջ պանդուխ եղավ։ Աբրահամը իր կնոջ Սառայի համար սա իմ քույրս է ասեց եւ Գերերայի թագավոր Աբիմելեքը մարդ ուղարկեց ու առավ Սառային։ Այսինքն նույն պատմությունը գնացել եմ այդ նոր հիմա քաղաք, ասել է քուրս է, այդտեղի թագավորն էլ տեսել է, ասել է դե բերեք այդ կնոջը։ Բարձում է շատ սիրուն կին էր Սառան, ուր գնում էին աչք էր ծակում։ Ասում է Աստված գիշերը երազի մեջ եկավ Աբիմելեքին ու ասում է նրան, ահա այդ կնոջ համար, որին դու առել ես, պիտի մեռնես, որտեղ նա ամուսին ունի։ Բայց Աբիմելեքը նրան մոտեցած էլ չէր եւ ասում է, ով Տեր, արդար ազգը պիտի մեռցնես։ Ինքը ինձ իմ քույրս է ասեց, եւ ես էլ նրան եւ նա էլ իմ եղբայրս է ասեց, եւ ես այս բանը ուղիղ սրտով ու մաքուր ձեռքերով արեցի։ Եվ Աստված նրան ասում է երազի մեջ, ես էլ գիտեմ, որ այս բանը ուղիղ սրտով ես արել, նաև քեզ ինձ դեմ մեղք գործելուց ետ պահեցի, նրա համար քեզ չթողեցի, որ նրան մոտենաս։
Բայց հիմա կնոջը իր ամուսնուն դարձրու, որտեղ նա մարգարե է եւ քեզ համար աղոտ թողանի, որ ապրես, եւ եթե դու նրան ետ չտաս, իմացիր թե անշուշտ պիտի մեռնեք դու եւ բոլոր քո մարդիկդ։ Բայց Աբրահամը նորից նույն բանն արեց, ինչ որ արել տարիներ առաջ, որը մարդկային տեսանկյունից կամ տղամարդու կողմանը, եթե մենք հարցին մոտիկանում ենք, շատ ցածր արարք էր իրականում։ Դες վախի պատճառով ասել, որ քո կինը քո քուրն է ու թույլ տալ որ քո կնոջը տանեն, դες դա մեռնելու հավասար բան է, ավելի մարդ մեռնի, քան թե տենց բան անի իր կնոջ նկատմամբ։ Այսինքն, եթե մենք վերցնենք ինչ արել Աբրահամը, մենք ինչ գնահատական կարանք տանք Աբրահամի արածին, շատ վատ գնահատական պետք է տանք։ Ու գիտեք, Աստված միգուցե մենք մտածենք, որ հիմա պետք է նայի Աբրահամին ու ասի, «Էս ում հետ եմ ես ընդհանրապես ճանապարհ դուրս եկել»։ Ոնց կարելի է ընդհանրապես Աբրահամին կանչել, ոնց կարելի է Աբրահամին ասել իմ ընկերս է Աբրահամը։ Չէ՞ որտեղ մինչև էդի Աստված այնպես էր իր հետ շփվում, որպես թե ընկեր ոչ, ասում էր ես Աբրահամից թաքցնելու բան չունեմ։ Հիմա Աստծո ընկերը հրնայք ինչ անում, ամենացածր բանը, որ կարելի է անել տղամարդու կողմից։ Կնոջը թողելա որ տանեն։ Գիտեք, բայց ինձ ինչն է դուր գալիս Աստծո պատասխանը։ Գիտես, երբ որ Աստված Աբիմելեքին հանդիպում է, որ խոսա երազի մեջ, չի ասում այդ Աբրահամը ես ինչա երան թույլ տալի, չի ցածրացնում Աբրահամին Աբիմելեքի աչքերում։ Գիտեք ինչ ասում Աբրահամի համար։ Ասում է ինքը մարգարե է։ Կխնդրես քո համար աղոթի, որ չմեռնես։ Գիտեք ինչի է տենց անում։ Աբրահամը մա տենց քայլ էր արել, որ այնքան էր ինքը իրան ցածրացրել Աբիմելեքի աչքերում, որ Աբիմելեկը կարող ասեր, «Էս չի էս Աբրահամը։ Էս է այդ Աստծո ընկերը։ Էս է որ ինչ որ դուրս է եկի ասում Աստված իմ հետ է»։ Դե ես կարծում եմ Աբրահամի հարգանքը 0-ի էր հավասարվել այդտեղ իր արածի պատճառով։ Բայց Աստված որպես լավ ընկեր, նայեք ինչ անում։ Աբրահամի ստատուսը նորից բարձրացնում Աբիմելեքի աչքերում, ասում է ինքը կարող է ինչ որ բան արել է, բայց ինքը իմ ընկերն է։ Հանկարծ սխալ բան չմտածես իր պահով, ինքը իմ ընկերն է, ինքը մարգարե է, որ համոզվես, որ ինքը մարգարե է, ինքը քո համար կաղոթի, որ դու չմեռնես։ Ոչ թե ուղղակի իրան հետ կտաս կնոջը ու կպրծնես, չէ, դու պետք է Աբրահամին խնդրես, որ քո համար աղոթի։ Իսկ ումից են խնդրում, որ բարձր է քեզանից, այսինքն ինքը թագավոր լինելով, պիտի գար մի մարդուց խնդրի, որ միգուցե այդ պայն իր աչքերում շատ ցածր էր։ Աստված ինչ էր անում որպես ընկեր, բարձրացնում էր Աբրահամի ստատուսը նորից։ Դա զարմանալի Աստված է մեր Աստված։ Մարդկային առումով մենք գուցե ասենք, ելես մարդու հետ չարժի շարունակել ես Աբրահամի, բայց Տերը ուրիշ ձև էր վարվում իր ընկերների հետ։ Ու գիտեք ինչ տեղի ունեցավ, ասում է առավոտյան 8-րդ խոսքից եմ շարունակում, Աբիմելեքը ելավ ու կանչեց իր բոլոր ծառաներին եւ բոլոր այս բաները նրանց պատմեց ու մարդիկ շատ վախեցան։ Եվ Աբիմելեքը կանչեց Աբրահամին, ասում է նրան. «Մեզ ինչ արեցի, ես քեզ դեմ ինչ հանցանք արեցի, որ իմ վրաս ու թագավորության վրա մեծ մեղք բերեցի, չգործելու գործեր անել տվեցիր մեզ»։ Ու Աբիմելեքն ասում է Աբրահամին. «Ինչ տեսա որ այս բանը արեցիր»։ Այսինքն ջղայնացած ասում է, ինչ փորձանքի մեջ էիր դու մեզ գցելու էլի։ Ու Աբրահամն էլ ասում է, ես մտածում եմ, որ իրապես այստեղ Աստծո վախը չկա ու կնոջս համար ինձ պիտի սպանեն։ Եվ սրանից զատ իրապես իմ քույրս է, հորս աղջիկն է, բայց մորս աղջիկը չլինելու համար իմ կինս եղավ։ Այսինքն ուզում եմ ասել, դա նես չի, որ լրիվ սուտ եմ խոսացել, խորտ քուրս է, այսինքն հոր կողմից քուրն էր բարձում, մոր կողմից քուրը չէր, բայց ամեն դեպքում ով է տենց բան անում, չէ, որ ինքն էր արել։ Ու ասում է հորս տնից որ դուրս եկանք, ասում է խնդրեցի անաստի շնորհք արա ինձ, ու որ գնանք, ասա իմ քույրս է։ Բայց զարմանալին նայեք որն ասում է Աբիմելեքը ոչխարներ, արջարներ ու ծառաներ ու աղախիններ առավ եւ Աբրահամին տվեց։ Նրա կինը Սարան էլ նրան դարձրեց։ Եվ Աբիմելեքն ասեց. «Ահա իմ երկիրս քո առջև է, ու որ ուզում ես բնակվիր»։ Գիտես, հենց ոնց է պատտում Աստված իրավիճակը։ Այս մարդը, այս թագավորը, որպեսզի Աստծո բարկությունից ազատվի, Աբրահամին հերիք չի հետա տալի կնոջը, հարստությունն էլ է հետ տալիս։ Այսինքն երբ որ Աստված մարդու ընկերն է, երբ որ Աստված խառնվում է մարդու կյանքի իրավիճակների մեջ, դες այդ նեղ վիճակի մեջ, որ միգուցե բոլորը ասեին էլ Աբրահամի հետ չարժի շփվել, Աստված այնպես հետ դարձրեց այդ ընթացքը, որ այս մարդուն ոչ միայն կնոջը տվեցին, հետն էլ հարստություն տվեցին։ Այդ տենց Աստված է մեր Աստված։ Ինձ ինքը տենց ընկեր է։ Բայց Աբրահամն էլ իր գինն էր վճարել, գիտեք, միգուցե այս տեղում Աբրահամն էր իրան սխալ պահել որպես ընկեր։ Բայց
ասեմ շատ այլ տեղերում Աբրահամն էր իրան որպես ընկեր ճիշտ պահել ու վերջում էլ սա 20-րդ գլուխն է, 2 գլուխ հետո իր միածին որդուն էր պատրաստ տալ Հիսուսի Աստծո համար, այսինքն ընկերությունը երկկողմանի է։ Գիտես, Աստված խառնվեց Աբրահամի կյանքում այս ձևը, որովհետև գիտեր, որ Աբրահամն էլ նույն ձև իր հետ է վարվում։ Աստված գիտեր, որ Աբրահամը իրանից ոչինչ չի պահում, հա, այդտեղ մի քիչ վախեցել է, մարդկային կողմը ցույց տվել, բայց Աստված գիտի Աբրահամը ով է։ Դա ման ինքը չի ամաչում Աբրահամի Աստվածը կոչվի, ինքը չի ամաչում գա Աբիմելեքի մոտ ու Աբրահամի անունից խոսա։ Գիտես, եթե մենք կարողանանք այնպես ապրել Աստծո հետ, որ Աստված չամաչի, մեր Աստվածը կոչվի, չամաչի, մեր ընկերը կոչվի։ Գիտես, մենք մեր կյանքում ուրիշ ձև կտանանք Աստծո ներկայությունը։ Մենք ուրիշ ձև կտեսնենք Աստծո փառքը, որովհետև Աստված չի ամաչի մեր իրավիճակների մեջ խառնվի։ Մեկ այլ տեղ եմ ուզում ցույց տամ ձեզ, որ ինչպես Աստված խառնվում իր ընկերների կյանքի մեջ, սա Թվոց 12-րդ գլուխն է, սա Մովսեսի կյանքից մի պատմություն է։ Ասում եմ Մարիամը ու Ահարոնը առաջին խոսքից եմ կարդում Թվոց 12-ի, Մովսեսի դեմ խոսեցին նրա առած եթովպացի կնոջ համար, որովհետև նա եթովպացի կին էր վերցրել։ Մարիամն ու Ահարոնը Մովսեսի հարազատ քույրն ու եղբայրն էին, եւ իրենց մշակույթի մեջ ընդունված չէր, որ մեկը հրեայից բացի այլ ազգի հետ ամուսնանար, ու Մովսեսը պատկերացրեք, այդքան բարձրաստիճան մարդ է, ինքն է առաջնորդում Իսրայելը, ու կինը եթովպացի է։ Ընդունելի չէր սա, ու ինչ են անում, խոսում են Մովսեսի դեմ, ասում են գնացել է եթովպացի կնիկ առել։ Հայկական ընտանիքներում էլ կարա չէ, տենց խոսակցություններ լինի։ Պատկերացրեք, հայը գնացել է, չգիտեմ, ինչ-որ ռուսի հետ ամուսնացել կամ աստված չաներ, ասենք թուրքի հետ ամուսնացել, ասում են կնիկը թուրք է կամ կնիկը ռուս է։ Այսինքն շատ վատ ձևի են մոտենում այս հարցին ու նեղացնում են Մովսեսին հիմա իրականում։ Եվ ինչ են ասում, տեսեք, երկրորդ խոսքում, ասում են միթե Տերը միայն Մովսեսի միջոցով է խոսել։ Չէ՞ որ մեր միջոցով էլ է խոսել։ Ու ճիշտ են ասում, իրանք էլ էին մարգարե անում։ Աստված իրանք միջոցով էլ էր խոսում, ուրեմն ինչ են ասում, այս Մովսեսը ոնց որ շատ է իր մասին բարձր կարծիք կազմել։ Այդ եթովպացի կնգատ հարցերը դու մտածի ոնց լուծես։ Ինչ-որ sense խոսակցություն է գնում էլի։ Բայց նայեք ինչ ասում հենց հաջորդ խոսքը, ասում է Տերը լսեց։ Տերը լսեց։ Գիտես, երբ որ միտեղ խոսում են Աստծո ընկերոջ մասին, Աստծո հոգին ներկա է։ Տերը լսեց։ Որտե վախենալու է, որ Աստված լսում։ Ասում Տերը լսեց։ Մովսեսը շատ հեզ մարդ էր, երկրի վրա բոլոր եղած մարկանցից ավելի, այսինքն ինչի է սա նշում, որ հեզ մարդ էր, ինքը կռիվ չէր տալի հետները։ Չէր ասում, ես ինչ եք խոսում, դու չգիտեք Աստվածի մեջ ոնց է գործում։ Լուր ու մուճ տանում էր այդ հալածանքը, որ իրան նեղացնում էին տանը։ Ասում է իսկույն նշանակում մի անգամից, այսինքն Տերը չսպասեց այս կողմեն կողմ, մի անգամից Տերը ասեց Մովսեսին, Ահարոնին ու Մարիամին, դուք երեքդ էլ վկայության խորանը եկեք, երեքն էլ եկան։ Ու Տերը ամպիսյունով իջավ ու խորանի դռան մոտ կանգնեց ու Ահարոնին ու Մարիամին կանչեց։ Նրանք երկուսն էլ ելան։ Եվ Տերը ասեց նրանց. հիմա մի իմ խոսքս լսեք։ Եթե ձեզանից մեկը մարգարե լինի, ես Տերս ինքս ինձ տեսիլքի մեջ եմ ճանաչեցնում նրան կամ երազի մեջ եմ խոսում նրա հետ։ Բայց իմ ծառաս Մովսեսը այսպես չէ, որ իմ բոլոր տանս մեջ հավատարիմ է։ Նրա հետ բերանից բերան հայտնապես եմ խոսում եւ ոչ թե առակով, այլ նա Տիրոջ կերպարանքը տեսնում է։ Ուստի իմ ծառայից Մովսեսի դեմ խոսելու համար ինչու չվախեցաք։ Ասում եմ դուք մտածում եք, որ ես ձեր հետ խոսացել եմ, ճիշտ եք ասում, ես ձեր հետ խոսացել եմ, բայց իմ Մովսես ծառայի հետ, իմ ընկեր Մովսեսի հետ, ես այդպես չեմ խոսում, ոնց որ ձեր հետ եմ խոսում։ Որտեւ եթե ուրիշների հետ խոսում եմ, ասում եմ, տեսիլքի մեջ եմ հայտնվում, երազի մեջ եմ հայտնվում, խոսալուց էլ նենց եմ խոսում, որ առակով է, առակը ինչ է նշանակում, որ ուղիղ իմաստով չի, դու պիտի այդ մեկնությունը հասկանաս, չէ՞, որ մարդը երազ է տեսնում, ասում է ինչ էր սա նշանակում, մեկնության կարիք ունի։ Ասում ես իր հետ նենց չեմ խոսում, որ ինքը մեկնության կարիք ունենա։ Ես բերան առ բերան եմ իր հետ խոսում, երես առ երես եմ խոսում, ու ինքը իմ կերպարանքս տեսավ։ Ուզում ասել, թե այս մտերմություն ունեմ այս մարդու հետ, ու ինչի ունեմ այս մարդու հետ այս մտերմությունը, տեսեք։ Իմ ծառա Մովսեսը, որ իմ ամբողջ տանս մեջ հավատարիմ է։
Այսինքն մի հատ տեղ չկա, որտեղ անհավատարիմ ենք ինձ գտնվում որպես իմ ընկեր։ Դուք ոնց չվախեցաք sense մարդու դեմ խոսացիք։ Ու կասեք, բա ինչ եղավ դրանից հետո։ Ասում եմ, երբ որ ամպը հեռացավ վկայության խորանից, ահա Մարիամը ձյունի պես բորոտ եղավ։ Դեք բորոտությունը շատ ահավոր հիվանդություն է։ Բորոտությունը երևացող հիվանդություն է, երբ որ մաշկը մարդու սկսում է փտել, իրան ուտել ու մարդը մեռնում էր։ Ու բորոտությունը լինելով մի հիվանդություն, որ կարող նաև տարածվեր մաշկային հիվանդության պատճառով, ինչ էին անում, պետք է բանակից դուրս հանեին, մինչև այդ մարդը տենց մնում էր անապատում, մեռնում էր։ Այսինքն դա ուղղակի մահվան դատավճիռ էր, որ այդ մարդը ուղղակի ինչ-որ ժամանակ պիտի մեկուսացման մեջ այնքան ապրի, մինչև մեռնի։ Այդպիսի բանով հարվածեց։ Ասում է Ահարոնը Մարիամին նայեց եւ ահա նա բորոտ էր։ Եվ Ահարոնն ասում է Մովսեսին. «Ով Տեր իմ, աղաչում եմ, մեզ մի պատժիր մեր արած հիմարության համար։ Մեղ գործեցինք։ Մարիամը թող չնմանվի այն մեռած տղուն, որ իր մոր արգանդից ելած ժամանակ նրա մարմինի կեսը սպառված է»։ Մովսեսն աղաչեց Տիրոջ ասելով. «Խնդրում եմ քեզանից, ով Աստված, բժշկիր նրան»։ Եվ Տիրոջն ասեց Մովսեսին. «Եթե նրա հայրը միայն նրա երեսին թքելու լիներ 7 օր պիտի չամաչեր, թող նա 7 օր բանակից դուրս զատված պահվի ու դրանից հետո ընդունվի»։ Մարիամը բանակից դուրս 7 օր փակված մնաց ու ժողովուրդը չգնաց այդտեղից մինչև Մարիամին ընդունելը։ Զարմանալի բան տեղ ունեցավ։ Մինչև հետի մունատ էին գալի, ցածրացնում էին Մովսեսին, ասում էին եթով բացի կնիկը ցենց նենց, հիմա ինչ ասում Ահարոնը, «Ո Տերի»։ Արդեն հասկացել եմ, որ Աստծո ընկերների հետ չի կարելի կատակ անել, sense ասած։ Ինչ կլինի, աղաչում եմ, մի բան արա Մարիամը չմեռնի։ Ու Մովսեսը ինչ ստիպում, ասում Մովսեսը խնդրեց Աստծուն, որ ինչ կլինի, բժշկի ու Մովսեսի խնդրանքի պատճառով Աստված ասաց կբժշկեմ, բայց որպեսի խելոքանա, նա հետաքրիր բան ասում, եթե հայրերը աղջիկը դեպքին թքի, գոնե 7 օր ամոթ վիճակում կլինի, չէ՞, կամաչի մարկանց երեսին նայի։ Դե թող գոնե 7 օր դուրսը սպասի, մինչև հետ կգա։ Գիտես, երբ որ Աստված է մեր ընկերը, երբ մենք այդ փոխհարաբերությունը ունենք, երբ որ մարդիկ նույնիսկ փորձեն մեզ ցածրացնեն, եթե փորձեն մեր անվան հետ խաղան, մենք կարիք չունենք այդտեղ խառնվենք։ Ասես ինչի, որովհետև մեր ընկերը կխառնվի այդտեղ։ Գիտես, երբ որ մեր ընկերն է խառնվում, այդտեղ հարցը լուրի ուրիշ ձևի է լուծվում։ Որովհետև մենք մարդկային առումով ինչքան ուզենանք դատ տեսնենք, մենք չենք կարող այնպես դատը տեսնենք, որ մարդը միջադարձ հասկանա իր սխալը։ Բայց երբ որ Աստված է դատը տեսնում, դա վախենալու բան է։ Հիմա եկեք գամ նոր կտակարան, գամ Ղուկաս 7-րդ գլուխ։ Տասնութերորդ խոսից կարդամ, սա Հովհաննես Մկրտչի հետ կապված մի հատված էր։ Գիտեք, Հովհաննես Մկրտիչը շատ թանկ անձնավորություն էր Տեր Հիսուսի համար, բացի նրանից, որ Տերը կանչել էր, որ Տեր Հիսուսի ճանապարհը պատրաստեր, նա նաև Հիսուսի cousin-ն էր, այսինքն դվայորնի եղբայրն էր, մորական կողմից հարազատ էին իրար, այսինքն իրար հետ էին մեծացել, ու այնքանով էր թանկ, որ ինքն էր որ Հիսուսին մկրտեց, ինքն էր այն մարդը, որ առաջին անգամ վկայեց իր աշակերտներին ու ասաց, սա է Աստծո գառը, որ եկել է աշխարհի մեղքի վրա վերցնելու նրա ետևից գնացեք, այսինքն մարդ էր, ով որ խոսում էր Հիսուսի համար ու պատրաստում էր նրա ճանապարհը, ու եկավ մի իրավիճակ Հովհաննեսի կյանքում, որ Հովհաննեսը գտնվում էր բանտում ու կասկածանքներ առաջացան Հովհաննեսի մեջ։ Գիտես, չնայած իրենց մտերմությանը, երբ որ այդ նեղությունը եկավ, դժվարությունը եկավ, Հովհաննեսի ներսում ինչ-որ բան սկսեց կասկածել։ Կարող է Հիսուսը իրականում միայն իմ աղբերն էր, կամ կարող է Հիսուսը լավ մարգարե էր ինպես, բայց Մեսիան չէր, Աստծո որդին չէր, որ մենք սպասում էինք, գիտես, ու դժվար է, երբ որ այսպիսի մարդու կյանքում այսպիսի կասկածանքներ է գալիս։ Ու այնքան բարձրացավ այս կասկածանքները այս մարդու մեջ, որ 18-րդ խոսքում ասում է, այս բաները, երբ որ Հովհաննեսին պատմեցին աշակերտները, այսինքն Հիսուսը դրսում ինչ էր անում, Հովհաննեսը իր աշակերտներից երկուսին իրեն կանչեց ու նրանց Հիսուսին ուղարկելով ասում է. «Դու նա ես, որ գալու է, թե ուրիշին սպասենք»։
Աշակերտները գնացին նրան ասում են Հովհաննես Մկրտիչը մեզ ուղարկեց քեզ ու հարցնում է դու նայես որ գալու էր, թե ուրիշին սպասենք։ Նույն ժամի մեջ շատերին բժշկեց իրենց հիվանդություններից ու հարվածներից եւ չար ոգիներից ու շատ կույրեր տեսություն շնորհեց։ Ապա Հիսուսը պատասխան տալով նրանց ասում է գնացեք Հովհաննեսին պատմեք ինչ որ տեսաք ու լսեցիք թե կույրերը տեսնում են, կաղերը քայլում են, բորոտները մաքրվում են, խուրերը լսում են, մեղրները հարություն են առնում, աղքատները ավետարանը քարոզվում է, Երանի նրան, որին վրայովս չգայթակղվեց։ Գիտեք, այնքան ամոթալի վիճակ է։ Պատկերացրու դու մի տեղ ես գտնում, որտեղ Հիսուսը մենակ չէր, այդտեղ լիքը մարդիկ կային, աշակերտներն են, ուրիշ մարդիկ են, որ եկել են լսելու, ու մեկ էլ գալիս են Հովհաննեսի անունից ու մի հատ նենց հարց են տալի, որ գետինը մտնելու հարց է այս հարցը։ Դու էիր ում որ սպասում էինք։ Պատկերացրու, նա այստեղ հավաքված ենք խոսում եմ, իմ ամենամոտիկ ընկերը օրինակ, չգիտեմ, օրինակ Աշակը հիմա մտներ, ասել այ ժողովուրդ ջան, բայց դուք վստահ եք, որ ինքը ճիշտ բաներ է խոսում։ Ինչ վատ վիճակում ես կհայտնվեմ բոլորի ներկայությամբ, եթե իմ ամենամոտիկ ընկերը մտնի ստեղ ու կասկած գցի ձեր մեջ իմ նկատմամբ։ Չի ասենք, ուղղակի մեկը չի եկել, որ ինձ չի ճանաչում, ինչ որ բան ասի, որ դուք ասեք դրան դու շպրտեք։ Չէ, այդ կասկածը ձեր մեջ որ կընկնի։ Կասեք, եթե իր ամենամոտիկ ընկերն է sense բան ասում, կարող է մի բան կա ստեղ։ Դե շատ ամոթալի վիճակի մեջ հայտնվեց համ Հիսուսը, համ Հովհաննեսը իրականում։ Որովհետև եթե Հիսուսը ճիշտ է, Հովհաննեսի վիճակն է շատ վատ, որ տենց կասկածանքա գցե մարդկանց մեջ, իսկ եթե հակառակն է, ուրեմն Հիսուսը սուտասան էր միջև այս պահը։ Ունեք Հիսուսը ինչ իմաստուն ձևով է վարվում, գիտեք, Հիսուսը չի ասում, հա, ես եմ, գնացեք ասեք ես եմ։ Հիսուսը այդ հրաշքները որ արեց, սովորական բաներ չարեց, ինքը այն արեց, ինչ որ Եսայա մարգարեն մարգարեացել էր։ Ու դրա համար ասեց գնացեք պատմեք ինչ որ տեսակ, որ ոչ թե իմ ասածով ինքը հասկանա ես ով եմ, այդ կասկածները փարատվի, չէ, որ ինքը հասկանա, որ Եսայայի մարգարեությունն է այսօր կատարվում, որ հասկանա ով էի ես։ Ունեք, երբ որ դա տեղի ունեցավ, այս մարդիկ հասկացան, գնացին, որ լուրը հետ փոխանցեն Հովհաննեսին, բայց օդում հարցական նշան է հիմա մնացել, որտեղ եթե Հիսուսի վրայից կասկածանքը դուրս եկավ, մի Հովհաննեսն է խայտարակ լինում այս պահին արդեն, չէ՞։ Հիմա բոլորի մոտ հարցականը, բա Հովհաննեսը ո՞նց։ Բա մոտիկ ընկերներ էիք, մեզի ասում էր ինքն է Աստծո գառես, ինչ եղավ Հովհաննեսի հետ, չէ՞։ Նայեք, Հիսուսը ստեղ չի վերջացնում։ Հիսուսը հիմա սկսում է խոսալ Հովհաննեսի մասին, որ մեկը հանկարծ կասկած չունենա, թե Հովհաննեսն ով է։ Ասում է, երբ Հովհաննեսի ուղարկած մարդիկ գնացին, Հիսուսը ժողովրդին ասում է 24-րդ խոսքից եմ շարունակում. Հովհաննեսի համար ինչ տեսնելու ելակ անապատի մեջ, եղեք հովից շարժված, հապա ինչ տեսնելու ելակ փափուկ հանդեսներ հագած մարդ, ինչ հետաքրքիր հարց է տալի։ Դուք ում եք գնացել որ տնայի, եղեք որ հովից շարժվում է, ուզում ասի ձեզ թվում է որ Հովհաննեսը տենց տարուբերվող, տենց թեթև սոլիկ տղա է, տենց մարդու եք գնացել տնայիք։ Ինչի՞ է sense բան ասում, որտեվ հիմա տպավորություն է ստեղծվել, որ իրականում կարող է տենց թեթև տղա էր Հովհաննեսը, էլի տենց շարժվում է, որ քամիներ են գալ իր կյանքում։ Ասում եմ դուք ինչ գնացել եք տենց քամուց շարժվող մարդ տեսնեիք։ Կամ ինքս փափուկ տղա է գնացել տեսնեք, ուզում ասի մտածում եք բանտի մեջ է փափուկ տղա է, նեղվել է, տենց կասկածներ ա, մեջ չենք, ասում ինչ փափուկ հանդերձներ հագնող մարդ է գնացել տնայիք։ Ասում է, ահա նրանք, որ փառավոր հագուստները ու փափկության մեջ են, թագավորական պալատներում են։ Ուզում ասի հանկարծ չմտածեք, որ իմ ընկեր Հովհաննեսը փափուկ տղա է։ Այդ փափուկ տղաքը թագավորական պալատներում են նստած, ինքը փափուկ տղա չի։ Հապա ինչ տեսնելու եկաք մարգարե։ Ուզում ասի ընդունել եք, որ մարգարե է միջև այս պահը։ Այո, ասում եմ ձեզ մարգարե է ու էլ ավելի։ Ոնց Աբրահամի համար ասես, չէ, ինքը մարգարե Աբրահամել հանկարծ չխառնես։ Մտածում եք փափուկ տղա մի բան եղել է կյանքում, հանկարծ չխառնեք։ Ինքը մարգարե է ու էլ ավելի։ Որտեվ ասում եմ, որի համար գրված է, ահա ես իմ դեսպանիս եմ ուղարկում քո երեսիդ արջևից, որ քո ճանապարհը պիտի պատրաստի քո արջևից հետ։ Քանզի ասում եմ ձեզ կիներից, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից մեծ մարգարե չկա։ Սակայն Աստծո թագավորության մեջ ամենից փոքրն է նրանից մեծ է։ Ինչ զարմանալի բան։ Եթե ուզում եք իմանալ Հովհաննեսը ով է, սա իմացեք։ Ինքը ուղղակի մարգարե չի։ Կանանցից ծնվածների մեջ իրանից մեծ մարգարե չկա։
Դուք մտածում եք Աբրահամը ձեր հայրն էր մեծ, իրանից մեծ մեկը չի եղել մինչև այսօր։ Իմ ընկեր Հովանեսի մասին մեկը չհամարձակվի սխալ բան մտածի։ Ինքը փափուկ տղա չի։ Դες ինչ ընկեր է, չէ՞ Հիսուսը։ Գիտեք հետաքրքիր նա երբ էր ասում, ասում Հովանեսի ուղարկած մարդիկ գնացել էին արդեն։ Հովանեսը տենց էլ չիմացավ Հիսուսի իր մասին ինչ ասեց։ Միգուցե ֆորեկան Հովանեսին ասին Հիսուսը ինչա պատասխանը, միգուցե Հովանեսը ամոթից ուզում էր մեռներ։ Ու միգուցե մտածել որ հիմա Հիսուսն իր պահով է երևի վատ մտածում ու կասկածում է, մտածում է տղան փափուկ տղա է երևի, սխալ է ընտրել այս գործի համար։ Բայց Հովանեսը հետո երկնքում երևի իմացավ Հիսուսի իր համար ինչ էր ասում։ Գիտեք, երբ որ մենք Աստծո հետ տնկերության կյանք ունենք, կարող մենք ֆիզիկապես չենք լսում ինքը ինչ ասում մեր մասին։ Բայց նույնիսկ մեր տկարության ժամանակ հրեշտակների մոտերը գիտես ինչ ասում, հանկարծ չխառնեք։ Ինքը փափուկ տղա չի։ Ինքը փափուկ մարդ չի։ Ինքը իմ ընկերս է։ Դες այդ այնքան քաղցր փոխհարաբերությունը, ասում եմ այդ հայրը որդի փոխհարաբերությունը մի բան է, բայց այս ընկերական փոխհարաբերությունը ասում հիմա դա ուրիշ բան է։ Որ գիտես ինքը քո հետ է, գիտես դու ինչ-որ տեղ ես գնում, ասում ես տեր, արի իրար հետ գնանք։ Արի իրար հետ գնանք, որովհետև քո նպատակը քո կյանքը իր հետ ապրելն է։ Այս անցած շաբաթ էր մի տղա կար, ոնց որ Հայաստանից ուզում էր Ամերիկա ընդունել ինչ-որ աշխատանքի ու չէր ստացվում մոտը։ Բայց մի խոսքով մի հոգի հետս կապել էր, այնպես ստացվեց, որ խոսեցի մի կազմակերպությունում աշխատող ընկերոջ հետ, իրար ոնց որ ռիֆեր արեցին, որ ներսի կարգով ու շատ մեծ կազմակերպությունում ինքը ընդունեց աշխատանքի, տենց շատ ուզում էր ինձ ոնց որ տեսներ, շնորհակալություն հայտնածելներ, վերջը ստացվեց, հիմա գնացել ենք հանդիպման, ես եմ Արշակն այդ իմ ընկեր ու այդ տղեն, այ մանստած խոսում ենք եւ 10 րոպե էր անցել, ես մի անգամ սկսեցի Աստծուց խոսալ այս տղու հետ, մի խոսքով, սա ընթացքում Աստծուց խոսացինք, դուրս եկանք, ասում եմ Արշակին եմ ասում, ասում եմ ես չեմ կարող Աստծուց չխոսամ, այս տղեն ինձ ասել է հանդիպենք։ Եթե ես իր հետ հանդիպեմ Աստծուց չխոսամ, իմ համար դա ժամանակի կորուստ է։ Իմաստը ո՞րն է, որ ես դեմ չայ խմում կամ կոֆե խմեմ։ Եթե Հիսուսը իմ հետ ես չեմ ասում ծանոթացի։ Չէ՞ որտեվ պակեսոց եթե դու մեկ հետ կանգնած ես, մեկը քեզ մոտիկանում է, դուք խոսում եք, բայց քո ամենակարևոր մարդն է, կողքի չծանոթացնես, դες մարդուն ինչ են ասում։ Ասում են անշնորհք։ Չէ՞, ասում են անշնորհքն ո՞վ է, մի հատ չասեց, կինս է ծանոթացի կամ ընկերս է ծանոթացի, չէ՞։ Հիմա եթե Հիսուսը այդ բանը իմ հետ է, ես ո՞նց չպատմեմ Հիսուսի մասին։ Այդ մարդը ինձ հարցնում, բայց ո՞նց է կարող Ամերիկա պոդքասթենք ինչ արեցիր, կարամ ասեմ, գիտես, ես շատ խելացի տղա եմ։ Պին տղա եմ, եկել եմ, հասել եմ, տեսա քեզ էլ օգնեցի։ Ես այդ տղուն ինչ ասեցի, որ հայ ես քեզի օգնեցի, բայց արի ես քեզ պատմեմ ինձ ով է օգնում։ Ու մի վկայություն, երկու վկայություն만, գիտես, մարդու ներսում սերմ ես ցանում։ Ու այնքան ուրախությամբ եկա տուն։ Դա հասկացա, որ ես իմ բաժինն արեցի այս մարդու կյանքում։ Ու գիտես, երբ որ դու տենց ես իրականում ապրում, դու տենում ես Հիսուսի ձեռքը քո կյանքում։ Հետո դա քո համար է բաներ անում, որ դու ապշում ես։ Ասում ես, այս բան ո՞նց կարա լինի։ Ոնց է ես գնում եմ իշում մեկ այդ խոսում այն մարդը, մարդը ես ուրիշ բանի համար եմ խոսում, ասենք ես A-ի համար եմ խոսում, ասում եմ հələ մոռացի A-ն։ Հիմա մենք խոսում ենք B-ի մասին, որը անգամներով ավելի լավ է, քան թե A-ն։ Ոսպես sense ոնց կարա լինի մի բան ես հասկանում, որ դու մի հատ ընկեր ունես, որ հիմա էլ ինքն է քո համար խոսում։ Դες թանկ փոխհարաբերություն է։ Այս փոխհարաբերությունը ինչ որտեղ էլի շատ բացահայտել եմ եկեղեցու այս ծառայությունը սկսելուց հետո։ Որտեվ Հիսուս ասում էր ընկերը մարդը, որ իր անձը դնում է իր ընկերոջ համար, չէ՞։ Դες իրականում մենք full time ծառայության մեջ ենք ընտանիքով։ Ու դա ծանր է, դա հեշտ չի, դա հաճելի չի, դա հեշտ է քո տունը դու նստես, քո ածածաշունչը կարդաս, քո աղոթք անես։ Դա է հեշտը, դες բայց դու մի բան ես հասկանում, որ բա ո՞րն է իմ ընկեր լինելը Հիսուսի համար։ Չէ, կա ընկեր, որ իր ընկերոջ համար արած բան չունի։ Չկա տենց ընկեր, դա ընկեր չի, չէ։ Այսինքն ընկերը ով է, որ ասում է իմ ընկերը որ ստեղ չի, ինչ հարց ունի իմ հետ։ Չէ, տենց ենք ասում։ Հիմա Հիսուսը ֆիզիկապես ստեղ չի։ Գիտես իմ ընկեր լինելը որն է, որ ասում Հիսուսի հետ ինչ հարց ունեք, իմ հետ։ Ինչով կարամ ձեզ օգնեմ։ Այդ է ընկեր լինելը Հիսուսի։ Այս 2 Հովհաննես 1:9-10 խոսքը ասում է. Ով ուրիշ բան ասի, թող ասի, բայց ինձ ասի, քանի որ ինձ է ասել, թող ասի։ Այսինքն, եթե դու ինձ սիրում ես,
Դեք ուզում եմ մի տեղ կարդամ ու կավարտենք, սա արդեն Ղուկաս 19-րդ գլուխն է։ Զաքեոս անունով մի մարդու մասին է այս պատմությունը 19-րդ գլխի առաջին խոսքից կկարդամ։ Ասում է մեկ օր Հիսուսը Երիքովի մեջով անցնում էր։ Ահա մի մարդ Զաքեոս անունով, որ մաքսապետ ու հարուստ էր։ Ուզում էր տեսնել, թե ով է Հիսուսը։ Բազմությունից չէր կարողանում, որովհետև հասակով կարճ էր։ Ուստի առաջ վազեց ու ժանտատզենի վրա ելավ, որպեսզի նրան տեսնի, քանի որ այնտեղով պիտի անցներ։ Հիմա Ղուկասը պատմում է ով է այս Զաքեոսը։ Մաքսապետ էր ու հարուստ մարդ։ Մաքսապետը ասեն հարկայինի պետն է։ Դե հարկայինի պետը արդեն հասկանում եք ինչ նշանակում, կաշառակ էր, մեղավոր, բոլորի կողմից չհարգված մարդ։ Մանավանդ որտեղ այդ մաքսերը ինչի համար էին հավաքում, տեսեք, հավաքում էին, ուղարկում էին Հռոմ։ Այսինքն ոնց որ դու ծախվել ես Հռոմին, դառել ես մաքսապետ, մեր ժողովրդի փողը հավաքում ես, ուղարկում ես Հռոմ, այսինքն ավելի ահավոր կատեգորիա է սա մարդու, էլի։ Այս մարդը, երբ որ տեսա, որ Հիսուսը անցնում է, հետաքրքրեց իրան, ինքը ուզեց Հիսուսին տեսնի ու այնքան ուզեց Հիսուսին տեսնի, տեսեք, որ քանի որ կոլոտ էր ասում չէր կարողանում տեսնել, բարձրացավ ոչ թե ուղղակի թզենու վրա, այլ ժանտա թզենու վրա, ինչը փշոտ ծառա։ Այսինքն ինքը իրան ցավացնում էր այդ բանին, որ Հիսուսին տենալ, այսինքն պատրաստ էր գին վճարել Հիսուսին տեսնելու համար։ Գիտեք ինչ է կարծում, երբ մարդը այսպիսի ցանկություն ունի Հիսուսին տեսնելու։ Հիսուսը անցնում գնում է, Հիսուսը միշտ կանգնում է ասեն դեպքերում։ Ու Հիսուսը կանգնեց այս մարդու համար։ Ասում է 5-րդ խոսում է գրած, երբ Հիսուսը ասում է այնտեղը եկավ, վերև նայեց, նրան տեսավ ու ասում է. Զաքե, շուտ արա, այդտեղից վայր իջիր, որովհետև այսօր քո տունդ պիտի մնամ։ Գիտեք զարմանալին որն է, որ երբ որ Ղուկասը պատմում է այս մարդու մասին, անունը ոնց էր նշի, ասում էր Զաքեոս, չէ՞։ Այս մարդու անունը Զաքեոս է, ասեք Էդվարդ։ Բայց երբ որ Հիսուսը կանգնեց այս մարդուն նայեց, ամբողջական անունով չի ձայն տալիս, չի ասում Զաքեոս, իջի։ Բնագրում էր, որ նայում ես գրած է Զաքե։ Այսինքն ոնց որ եթե իմ անունը Էդվարդ է, ու ես ծառի վրա ալնեի, Հիսուսը նայր ասել Էդ, այդտեղից էլի իջի։ Ո՞վ է այդ ձևով դիմում մարդուն, ով որ ընկեր է, ով որ մոտիկ է, չէ՞, մոտիկ մարդն է կարճ ձևով դիմում դիմացինին։ Գիտեք Հիսուսը ինչ էր ուզում ստեղ ցույց տալ, որ կարող է մենք էլ իրար չենք ճանաչում Զաքեոս, բայց ես արդեն քո ընկերն եմ իմացի։ Զաքե, հələ տեղից իջի։ Ինչի իջի։ Դու ուզում ես ինձ տենայր Զաքեոս, ես ավելի լավ բան ունեմ քո համար։ Ես տո քո տանն եմ մնալու։ Ու գիտեք, ասում է Զաքեոսն էլ շտապելով վայր իջավ, ուրախությամբ ընդունեց նրան, երբ բոլորն էլ տեսան, տրտնջում էին, ասում էին, թե մեղավոր մարդու մոտ է մտել մնալու։ Ինչ հետաքրքիր է, չէ՞, մարդիկ միշտ խնդիր ունեն Հիսուսում հետ անգերություն անում։ Բայց Հիսուսում հետ անգերություն անում մեղքին չէ նայում այս մարդու կյանքի է, այդ անգեր լինելու ցանկությանն էր նայում, որ պատրաստ է Հիսուսին տեսնելու համար գին վճարի։ Ասում է Զաքեոսը կանգնեց ու ասում է. Տեր, ահա իմ ունեցածից կեսը աղքատներին կտամ, ու եթե զրպարտությամբ մեկի զրկանք եմ արել, ուզում ասի մեկից կաշառք եմ եկալ, խլել եմ, մի բան արել եմ մարդկանց։ 4 պատիկ, այսինքն 4 անգամ ավել հատուցում կանեմ նրան։ Ու Հիսուսը նրան ասում է. այսօր այս տունը տանը փրկություն եղավ, քանզի սա Աբրահամի որդի է։ Դες երբ որ հասկացավ Զաքեոսը ով է Հիսուսը իր կյանքում, երբ որ հասկացավ ինչ թանկ ընկեր է գտել իր կյանքում, դες այդ իր ունեցվածքը 0-ի հավասարվեց։ Միջև այս այդ մարդը ապրել էր այդ ունեցվածքը հավաքելու համար, իր սաղ կյանքի նպատակը այդ փողն էր, փող, բայց ինքը մի հատ ընկեր գտա, որ այդ փողը վերջ անիմաստ է։ Տեր, ունեցածից կեսը կտամ աղքատներին, ինչի սա պետք։ Եվ մյուս բանը, ումից էլ խլել եմ, բան 4 անգամ ավել կտամ։ Դեք Հիսուսը չասեր, չէ, Զաքեոս ջան, ոչինչ, պետք չի։ Այս մարդիկ այսօր իրական դեպքեր եմ լսում, որ եկեղեցում եղող մարդիկ ոնց են այդ բառը կներեք, բայց գցում մյուս եղբայրներին ու բանին, ու հետո որ կանչում ես մի բան էլ ասում ես, վայ ասում են կներես, թողում գնում ա տուն։ Բայց այն մարդուն հազարներով փող է գցել։ Գիտես իրական ապաշխարությունը որն է Զաքեոսի կյանքում, ումից մի բան վերցրել եմ, 1000 եմ վերցրել, 4000-ը հետ եմ տալու։ Տեսեք, Հիսուսը չասեց, չէ, Զաքեոս ջան, պետք չի, կարևորը դու արդեն հասկացել ես։
Իրական ապաշխարությունը գին ունի։ Հիսուսի հետ ընկերություն անելը գին ունի։ Հիսուս քո ընկերությունը համար ավելի կարևոր է։ Քո հետ ընկերություն անելը կոպտես 4 անգամ ավելի կարևոր է, քան թե իմ վերցրած փողը։ 4 անգամ ավել հետ կտամ։ Ու գիտեք, ստեղ է որ Հիսուսը ասեց. «Այսօր Զաքեոս այս տան մեջ փրկությունը մտավ»։ Երբ մտավ, երբ որ Զաքեոսը պատրաստ էր Հիսուսի համար գին վճարել։ Զաքեոս, միջև էդի ես ասում եի, որ դու իմ ընկերն ես, քեզ Զաքե էի ասում։ Այսօր դու արդեն հիմա իմ ընկերը դառար։ Արդեն մեր մոտ երկկողմանի փոխհարաբերություն է Զաքեոս։ Ինչի, որտեվ դու Աբրահամի որդի ես։ Վաու, ինչ նշանակում Աբրահամի որդի ես, ով էր Աբրահամը։ Աստծո ընկերներ մարդ ով իր կյանքի վերջինը պատրաստ էր Աստծո մարտար Իսահակին։ Զաքեոս, դու Աբրահամի որդի ես։ Այսինքն ես նույն բանը տեսա քո մեջ, ինչ որ իմ ընկեր Աբրահամի մեջ։ Գիտես, այստեղ Զաքեոսի մասին բան գրած չի։ Բայց ես կարծում եմ Զաքեոսի կյանքը փոխվեց։ Ինքը դառավ Հիսուսի ընկերը հետ օրը։ Գիտես, մենք կարող մեր կյանքը ապրանք մտածելով տնած նա պաշտոնյա ընկեր կունենանք, թե չէ, որ ինչ որ խնդիր ունենանք զանգենք, չէ՞, մարդիկ միշտ պարծենում են, միտեղ նստում են ասում են, այս ինչ նախարար ընկեր, ասենք խոսքի մեջ էլ թեմա էլ չկար, ինքը ուղղակի ուզում է նշած լինի, որ իր ընկերն է այդ մարդը, որտեղ ինքը հպարտանում է այդ ընկերությամբ։ Գիտես, եթե մենք Հիսուսի հետ ընկեր լինենք իրականում, մենք ոչ թե կամաչենք Հիսուսի մասին ասենք մարդկանց, այլ մենք հպարտությամբ կասենք, գիտես, որ Հիսուսը իմ ընկերն է։ Որ ասեն, այդ ինչ Հիսուսի մասին է խոսքը, կասես, հեսա պատմեմ։ Հեսա պատմեմ իմ ընկերը ով է։ Ուդես այդ դեպքում դες ասեմ, իմ հետ երբեք չեղեմ, մեկին ես վկայեմ, ինչ որ արհամարանքով նայի, ինձի վերևից նայի, ինչ ուզենա ինչ որ ձեռ առնի։ Գիտես ինչի, որտեղ որ Աստծո զորությունը քո կյանքում է, այդ մարդիկ մի բանի են հանդիպում, որ գիտես տապալում է գերին իրանք հասկանում են, որ մենք մի բանի առաջ են կանգնած, թեկուզ չեն էլ հասկանում այդ ով է այդ Աստված, որ մենք չեն կարա դες խաղ անենք այս մարդու հետ ու այս Աստծո հետ։ Մաքսիմում կարող ենք չընդունենք, որտեղ ուզում ենք մեր մեղքերի մեջ մնանք, բայց մենք չենք կարող հարց ու պատասխան ունենանք այս մարդու հետ։ Այս զորություն կա Աստծո ներկայության մեջ։ Եկեք մեր կյանքում բացահայտենք Հիսուսին որպես ընկեր։ Կասես ոնց անեմ։ Ես ոնց որ քո հարազատ ընկերոջ հետ կշփվեի նախ այդպես սկսի։ Այս գիշերները որ պարկում եմ քնելու մի քանի րոպե խոսում եմ իր հետ։ Գիտես կարող է ֆիզիկապես պատասխան չեմ լսում, բայց գժավարի օդի մեջ չեմ խոսում։ Այսինքն ես ռեալ զգում եմ որ ինքը լսում է այդ պահին։ Որ ներկայությունը այնքան ռեալ է, որ մեկ-մեկ նույնիսկ սենց եմ անում, ասում եմ Իսուս գրկում եմ քեզից, որ կողքից մեկը նայեք, ամդացես տղին դրև տարավ արդեն։ Բայց ես ֆիզիկապես զգում եմ իր ներկայությունը այդ բանը, ես զգում եմ որ իրան գրկեցի, գիտես, կարող է ֆիզիկապես այդ բանը օդ է, ես բան չկա, բայց ես զգում եմ որ մենք կպել ենք իրար այդ բանը։ Ու ես այնքան քաղցր այդ ներկայությունը, որ ուրիշ ոչ մի բան չի կարող դրա տեղը լցնի։ Դու սպասում ես հաջորդ անգամ երբ այդ վերապրումը լինելու, գիտես, որտեվ ընկերը տենց է, չէ, դու հիշի քո կյանքի լավագույն ընկերը, որ դու ունես, դու որ իրար հետ խոսում եք, դուրս ես գալի գրում ես, դու մա զանգում ես, էլի իրար շարունակում եք, չէ, ինչ որ խոսալ, ոնց որ մեկը որ նայում ես, ասենք դեռ գժվել են, չեն կարող առանց իրար ապրել։ Չէ, բայց այդ ընկերությունը հենց այդ է, որ քո կյանքի ամեն իրավիճակի մեջ ուզում ես կիսվես այդ մարդու հետ, մի բան եղել է ասես։ Ես նույնիսկ Աստծո հետ փոխհարաբերությունն է։ Եվ մյուսը սա է, սկսի տեսնես որտեղ կարաս քո ընկերոջ համար դու խառնվես, որտեղ կարաս դու իր համար գին վճարես։ Ու երբ որ դա կանես, մի բան կտեսնես, որ քո ընկերը սկսում է քո համար գին վճարել։ Ու երբ որ ինքն է խառնվում, քո արածը այնքան անհամեմատ փոքր է։ Երբ որ նայում ես դու ինչ արեցիր իր համար ու ինքը ինչ արեց քո համար, ասում ես վաու, իմ Աստված հավատարիմ Աստված է։ Իմ Աստված ավելի բարձր Աստված է, քան թե ես կարայի մտածեի։ Փառք լինի Հիսուսին։ Եկեք կարճ աղոթք անենք։